Հիպոթեկային վարկերի սպասարկման տոկոսների վճարման կարգը կպարզեցվի, կառավարությունը տարվա սկզբին եկամտային հարկի մասին օրենքում փոփոխություններ մտցրել, ըստ որի նորակառույցներում բնակարան ձեռք բերելիս հիպոթեկային վարկերի սպասարկման տոկոսները եկամտահարկի հաշվին վճարում է պետությունը, թեթևացնելով վարկառուների ֆինանսական բեռը, բայց կառավարության ղեկավարը դժգոհ է այդ փոփոխության կիրառումից, մարդիկ բողոքում են ձևակերպումների բարդ ու անհասկանալի մեխանիզմներից։ Հանձնարարում են ֆինանսների նախարարությանը կարճ ժամկետում ուսումնասիրելու հասարակության կողմից բարձրացված հարցադրումները, առավելագույնս պարզեցնելու հաստատված մեխանիզմները։ Մինչև կառավարության օրակարգի մյուս հարցերին անցնելը Սփյուռքի նախարարը ներկայացրեց Հալեպում հայկական համայնքի վիճակը, ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է, բայց իրավիճակը դեռ լարված է, հատկապես քրիստոնյաներով բնակեցված տարածքներում։ 200 հալեպահայեր արդեն վերադարձել են, նրանց մի մասը պատրաստվում է հաստատվել Հայաստանում, մյուսներն էլ ծրագրել են վերադառնալ Հալեպ աշնանը։ Բնակվարցի հետ կապված մենք որոշակիորեն կարողացել ենք եւ ՄԱԿ-ի գրասենյակի եւ բարեգործական կառույցների հետ լուծումներ գտնել։ Երկրորդ խումբ հարցերը աշխատանքային խնդիրներն են։ Մենք էկոնոմիկայի նախարարության հետ ակտիվացնում ենք արդեն փոքր բիզնեսին օգնության ծրագիրը եւ դասընթացների կազմակերպմանը նորեկներին կներգրավենք։ Կառավարությունը հավանություն տվեց պաշտպանության նախարարի ներկայացրած օրինագծին, այսուհետև մարտական գործողություններ իրականացնելու ժամանակ կամ առաջնագծում զինծառայողի ստացած վնասվածքի խեղման կամ հիվանդության դեպքում պետությունը կֆինանսավորի բուժումը արտասահմանում, եթե Հայաստանում այն իրականացնել հնարավոր չէ։ Բյուջեն կստանձնի ոչ միայն զինվորի բուժման, այլ նաև նրան ուղեկցողի ճանապարհի ու կեցության ծախսերը։ Օտարերկրյա պետություններում բուժման հետ կապված ծախսերը պետական միջոցների հաշվին հատուցելու հնարավորություն նախատեսելը լրացուցիչ խթան կհանդիսանա առանձնահատուկ պայմաններում զինվորական ծառայության պատշաճ իրականացման համար, ինչպես նաև կբարձրացնի զինծառայողների պաշտպանվածության մակարդակը։ Մանկապարտեզներում ու նախակրթարաններում թունավորումներն ու անորակ սնունդը բացառելու համար առողջապահության նախարարն առաջարկեց լրամշակել ստուգումների մասին 6 տարի առաջ ընդունված որոշումը, արգելքը, որ 70 միլիոն դրամից քիչ շրջանառություն ունեցող տնտեսվարողների մոտ ստուգումներ չեն իրականացվում, վերացվում է։ Նախագծի ներկայացումը պայմանավորված է նախադպրոցական եւ հանրակրթական հաստատություններում վերջին շրջանում արձանագրված խախտումները հետագայում բացառելու, այդ հաստատություններում սանիտարական կանոնների եւ հիգիենիկ նորմատիվների պահանջները պատշաճ ապավելու անհրաժեշտությամբ։ Կառավարության ղեկավարն անդրադարձավ տնտեսական աճի կանխատեսումներին, Հովիկ Աբրահամյանը դատարկ խոսակցություններ որակեց տնտեսական անկման մասին լուրերը։ Համոզված եմ, որ տարվա մեջ մենք ունենանք տնտեսական աճ։ Մենք նախատեսել ենք միջնաժամկետով 2015 թվականի 1% տնտեսական աճ, որը ես համոզված եմ, որ ավել է լինելու, մինիմում 2-3% է լինելու, եւ եթե այն ծրագրերը, որ մենք պլանավորել ենք այս տարի իրականացնելու, ես համոզված եմ, որ մեր բյուջեում դրված 4.1% տնտեսական աճը փորձելու ենք ամեն ինչ անելու ենք միասնական ուժերով, որ այդ թվերը մենք ցուցանիշները ապահովենք։ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է առաջին 4 ամիսների տնտեսական համայնապատկերը ու արդեն գրանցել տնտեսական աճ։ Հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 2.7%-ով, ամենաբարձր աճը գրանցել են գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը։ Շինարարության ոլորտում դրական միտում նույնպես կա։ Մանուիլյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։